1734 թվականի հունիսի 7-ին կայսրուհի Աննա Յոհանովնան հատուկ հրովարտակով արտոնում է հայերին բնակվել դեռևս նոր կառուցվող Օրենբուրգ քաղաքում, առևտրով զբաղվել, հարկ եղած դեպքում ազատորեն եւ անարգել իրենց նախկին բնակավայրերը վերադառնալ։ Հատկապես Աստրախանի եւ Պարսկաստանի վաճառական հայերն են իրենց հետագա գործունեությունն ու կյանքը կապում Օրենբուրգ քաղաքի հետ։ Հայերի թիվն այստեղ ավելանում է ստալինյան բռնաճնշումների ժամանակ, երբ Հայաստանից աքսորվում են մեծաթիվ հայ մտավորականներ ու հոգևորականներ։ Արդյունաբերական կենտրոն համարվող այս քաղաք հայերի վերջին հոսքը եղել է 90-ականներին։ Նոր գաղթած հայերի ակտիվ գործունեության շնորհիվ է համայնքը համբավ եւ հեղինակություն ձեռք բերել։ Կայք հաստատելով Ուրալ գետի ափին Օրենբուրգի հայերը ջանում են պահպանել մայրենին, հայկական ոգին եւ հավատքը։ Շնորհակալ եմ ես սրբազանին, որ 10 տարի առաջ երբ որ եկավ մեր հիմքը օծեց ու ինձ շատ իմաստուն խոսքեր ասեց մի մտածիր հրաշքի նման կկառուցվի եւ իրոք չեմ հավատում ճիշտ ասած չեմ հավատում որ այս գործողությունը կատարվում է օծումը կատարվում է եկեղեցու բացումը 2015 թվականին Եզրաստ Սրբազանի օգնությամբ է Օրենբուրգում սկսվել եկեղեցու շինարարությունը 9 տարի անց քաղաքի սրտում վերեխոյացել հոյակերտ հայկական եկեղեցին, որպես հավատարմության վկայություն մեր քրիստոնեական հավատքին ու հայ առաքելական եկեղեցուն։ Աղոթատան օծման առիթով թեմակալ առաջնորդ Եզրաստ Սրբազանը հունիսի 14-ին հովվական երկօրյա այցով Օրենբուրգում էր։ Հայ եկեղեցու պատվիրակության առաջին հանդիպումը Օրենբուրգի եւ Սարակտաշի միտրոպոլիտ Պետրոսի հետ էր։ Ողջույնի խոսքում միտրոպոլիտն ասաց, որ ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը վկայված է պատմությամբ եւ իրենց քաղաքում հայկական եկեղեցու կառուցումն ու օծումը այդ բարի ավանդույթների շարունակությունն է։ Հանդիպման ավարտին հոգեվոր առաջնորդները նվերներ փոխանակեցին։ Օրենբուրգի հայ համայնքը ահուհացով դիմավորեց թեմակալ առաջնորդին։ Համայնքի անդամները մեծ ու փոքրով հավաքվել էին եկեղեցու բակում Սրբազան հոր օրհնությունը ստանալու։ Նույն օրը երեկոյան կատարվեց Օրենբուրգի նորակառույց հայկական եկեղեցու նավակատիքը։ Դրամբացիքի արարողությունից հետո հոգևոր դասը աղոթակից հավատացյալների հետ ներս մտավ, որտեղ ջրով եւ գինով լվացին, ապա սրբալույս մուրոնով օծեցին 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները։ Օծվեցին նաև եկեղեցու գմբեթի խաչերը, զանգակատան զանգերը, Հայաստանից բերված խաչքարը։ Արարողության ավարտին ներկաներին օրհնության խոսք ասաց թեմակալ առաջնորդը։ Հաջորդ օրը հունիսի 15-ին կատարվեց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Եզրաստ Սրբազանը օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանիսյունները եւ եկեղեցին կոչեց Սուրբ Հարություն անունով։ Սրբազան հայրն իր քարոզում նշեց, որ նորաուց եկեղեցին դառնալու է հոգևոր եւ ազգային կյանքի կենտրոն, որտեղ մարդիկ արժանանալու են ողորմած Տիրոջ օրհնությանը։ Սրբազան հայրը գնահատանք է խոսք ասած եկեղեցու բարերարներին, որոնց ազնիվ հանձնառություններով Օրենբուրգում վերխոյացավ հոյակերտ հայկական եկեղեցին։ 10 բարերարներ արժանացան օրհնության գրերի։ Եզրաստ Սրբազանն առանձնակի գովեստով խոսեց եկեղեցու հիմնական բարերար Աշոտ Օրդուխանյանի նվիրվածության ու եկեղեցասիրության մասին։ Եկեղեցին մենք ենք, մեզնից յուրաքանչյուրն է։ Սա հայ մնալու համար ամենաառաջի օջախն է։ Օտար երկրում ապրելու դեպքում հայ մնալու համար մարդ պետք է կապվածություն ունենա եկեղեցու, հոգևոր աշխարհի, հայկական մշակույթի։ Օծման արարողությանը ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր։ Ինչ ինձ հիշում եմ, այս եկեղեցին կառուցվում էր ու այս վերջի մի տարվա մեջ շատ բան փոխվեց ու այս իրադարձությունը Օրենբուրգի համար շատ կարևոր, շատ արժանի մի կառուցում է, որովհետև ամեն հայ պետք է ունենա իր փոքր անկյունը ամեն քաղաքում, որովհետև մեր կրոնը մեր համար շատ կարևոր է։ Այսօր մենք եկել ենք մեր խմբով եկեղեցու բացմանը, որ աղջիկների հետ ապրենք հայկական պարեր, որ մարդիկ ուրախանան, որովհետև այսօր մեր համար տոն է։ Հայկական տուֆով երեսապատված աղոթատունը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Փարթամ ծառերով շրջապատված եկեղեցու բակը իր մանկական խաղահրապարակով կծառայի նաև որպես հանգստի վայր։ Մոտ ապագայում նախատեսվում է այս տարածքում ունենալ հովվատուն եւ երկհարկանի դպրոց։ Օրենբուրգն ունի մոտ 600,000 բնակիչ, որոնցից 10,000-ը հայեր են։ Նրանք ընդգրկված են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ Քաղաքը, որը սիրով ու ջերմությամբ է ընդունել հայերին, մեկ այլ խորհուրդ եւս ունի։ Այստեղ իր վերջին հանգրվանն է գտել հայ բանաստեղծ հասարակական գործիչ Վահան Տերյանը։
Ուստի պատահական չէ, որ Աղյուսե հին տների կողքին Տերյանի հուշարձանն է, նրա անվամբ կա փողոց ու թանգարան, նաև կրթական կենտրոն ու հասարակական կազմակերպություն։ Մենք ջանում ենք ապրել հոգևոր ազգային լիարժեք կյանքով, ասում է եկեղեցու ատենապետ Գևորգ Սարգսյանը։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Օրենբուրգ։